17 տարեկան էր, երբ պատերազմը սկսվեց։ Ուղիղ մեկ դար նա ապրում էր իր հետ մեր օրեր բերելով պատանեկության հիշողություններն ու տասնյակ փառքի մեդալներ։ Խորեն Հարությունյանը ծնվել ու մեծացել է Վայոց ձորի Գետապ գյուղում։ Ես եղել եմ մեր Վայոց ձորում, տեսել եմ մեր ժողովրդի վիճակը պատերազմի տարիներին։ Ժողովրդի վիճակը շատ վատ վիճակ էր, կարելի ասել։ Ժողովուրդն աշխատում էին ամեն ինչ ուղարկել պատերազմի դեպ ֆրոնտ, պատերազմի մեր զինվորներին։ 3 եղբայր էին, 3-ն էլ վերցրին զենքն ու դեպի ռազմաճակատ։ Մի եղբայրը, Պարույր Հարությունյանը, զոհվեց հենց Ռուսաստանում, մյուսը վերադարձավ։ Ինքը ծառայել է Մարշալ Ռակասովսկու դիվիզիայում։ Մարտի դաշտի բոլոր դրվագները աչքի առաջ անցնում են վավերագրական ֆիլմի ժապավենի նման։ Հիշում է ամեն ինչ։ Այդ դիվիզիայում պատերազմի ժամանակ ազատագրել ենք Բելառուսյան, նրանից հետո արդեն գերմանական բանակը մաքրվեց սովետական միության տերիտորիայից։ Մեր պատերազմի ընթացքում Մարշալ Ռակասովսկի դիվիզիան ազատագրելով մի շարք պետություններ, Լատվան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը ու զենքերի որոտին փոխարինեց հաղթանակի ավետիսը։ Մարտական ուղին իր հանգրվանը գտավ Բերլինում, ամրագրելով պատմական ամսաթիվը։ Մայիսի 7-ի 8-ի օրերը դանդաղեց պատերազմի ձայնը։ Կրակոցները կամաց ցածրացան, կրակոցներ չկար։ Մայիսի 8-ին գերմանական բանակը վայր դրեց զենքերը, հանձնվեց։ Մայիսի 9-ը որոշեցին հաղթանակի օր Բերլինում, որ ասեցին հաղթել են այն ժամանակահատվածում, ով ինչ զենք ուներ, այդ զենքով կրակում էր օդը։ Ոնց որ նոր պատերազմը սկսվեր, դանդաղեց կրակոցները, մենք այդպես գնացինք հասանք Բերլին։ Հայկական քոչարին հնչեց Բերլինում, երբ Ռայխստագի պատերի մոտ հասավ նաև 89-րդ թամանյանական դիվիզիան, հաղթահարելով 7250 կիլոմետր հեռավորություն։ Հայ ժողովուրդը հայրենական մեծ պատերազմին տվեց 64 գեներալ, 5 մարշալ ու 10 ծովակալ։ Արև Արզումանյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոնի համար։